Բարի օր, սիրելի հայրենակիցներ։ Այսօր իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է, եւ ես կրկին կխոսեմ բարձրաժեք մշակաբույսերի մասին, որոնք ոչ միայն կարող են ձեզ ապահովել մեծ եկամուտով, այլև նաև նպաստել ձեր առողջությանը։ Այս մշակաբույսերից է նաև խավրձիլը, տեսեք, ինչքան գեղեցիկ բույսեր են, կամ անգլերեն կոչվում է ռուբաբ, իսկ ռուսերեն ռևեն։ Նշեմ, որ բավականին հետաքրքիր տերևապանջարների թվին է պատկանում եւ հիմնականում օգտագործվում են իրեն այս ցողունները։ Տեսեք, կարմրավուն ցողուններ են, որոնք քաղցրաթթվաշ համ ունեն եւ օգտագործում են կիսելներ են պատրաստում, օգտագործում են խմորեղենի արտադրության մեջ, պատրաստում են ջեմեր եւ ընդհանրապես ուղակի այսպես կեղևը հեռացնում են եւ այ միջուկը արդեն օգտագործում են ուտելու համար, ասեմ, որ բավականին հետաքրքիր համ ունի եւ շատ կարեւոր է մարդկանց առողջության համար, հատկապես կարգավորում է ստամոքսի թթվությունը, այսինքն pH-ը ինքը կարգավորում է։ Ինչ կարող եմ ասել այս բույսերի մասին։ Նշեմ, որ խավրձիլը 5-6-րդ դարերին հայ ժողովրդի համար եղել է բավականին եկամտաբեր մշակաբույս եւ հայ վաճառականները մետաքսի ճանապարհով Հայաստանից տեղափոխել են արևելք, այսինքն այնտեղ շահերի կամ պալատական ընտանիքների համար եւ բավականին հետաքրքիր մշակաբույս է համարվել, բայց հիմնականում արդեն կարմիր գրքային տեսակ է։ Մենք սկսել ենք վերականգնել այս մշակաբույսը եւ այսօր բավականին մեծ պահանջարկ ունի։ Բույսը բավականին մեծ եկամուտ է ապահովում, բացի այն, որ կօգտագործեք այս ընձյուղները, վաղ գարնանը, այսինքն երբ որ կոշտանում են, արդեն ինքը պիտանի չէ օգտագործման, եւ աշնանը, երբ որ հիմնական ընձյուղները հեռացնում են եւ կրկին աշնանը առաջանում են նոր տերևներ։ Նշեմ, որ բացի բույսից օգուտ ստանալը կարող եք նաեւ վաճառել բույսերը, տնկիները եւ սերմերը եւ ինչու՞ չէ, այս պահին օրինակ բավականին հաճախորդներ ունենք, ովքեր ամեն գարնան գալիս են եւ ձեռք են բերում։ Ես նշեմ, որ արտերկրում պատրաստում են պովիդլոններ, որոնք խանութներում վաճառում են եւ շատ հետաքրքիր է առավոտյան նախաճաշի համար։ Ինչպես ենք բազմացնում։ Տեսեք, ամենակարևորը դա արմատային մացառներով բազմացումն է։ Հիմա նայեք, տեսեք, ընդհանրապես մենք վաղ գարնանը այստեղ մի բույս ենք տնկել եւ հիմա տեսեք քանի հատ բույս կա։ Եթե այս թուփը մենք անենք, ապա մեկից մոտ 10 եւ ավել նոր տնկիներ կարող ենք ստանալ։ Հիմա փորձենք, տեսեք, այս մեկը սերմերով ենք կատարել ցանքը եւ դրել ենք ծաղկամաններում։ Հիմա ինչպես ծովաբողկի դեպքում խավրձիլը նույնպես տնկում ենք հողում եւ տեսեք ինքը կրկին ունի շատ զարգացած արմատներ, տեսեք, եւ միշտ տնկումից առաջ ես արդեն խորհուրդ եմ տվել, մենք կարող ենք պոկել ուղակի վերևի տերևները, այսպես թողում ենք միայն ներսի շատ փոքր տերևները, կատարում ենք մի փոս, տեսեք ինչքան շատ բոլորը թե ծովաբողկը եւ թե խավրձիլը սիրում են բերի հողեր, նշեմ, որ երկու բույսերն էլ ցրտադիմացկուն են եւ դուք մտավախություն չունեք, որ գարնանը կկորցնեք ձեր բերքի մեծ մասը, այնպես որ տնկում եք, կարող եք տնկել նաեւ ձեր բնակարաններում, ձեր խոհանոցային այգիներում եւ ձմռանը, երբ ամենուր արդեն գրեթե կանաչը վերացել է, ձեր տանը ունենաք ձեր խոհանոցային այգին։ Շատ օգտակար է, նույնիսկ ես մոռացա ասեմ, խավրձիլը ունի նաև հակաօքսիդանտ հատկություն, բացի օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորելը, նաև ունի այդ մեծ նշանակությունը, հետևաբար այս բույսերը ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Երևի թե խավրձիլի մասին այսքանը, շնորհակալ եմ հետևելու համար, խնդրում եմ տարածեք այս տեսահոլովակները, որպեսզի հնարավորությունը ստանան նաև մեր մյուս հայրենակիցները ծանոթանան նման բարձրաժեք բույսերին եւ գնալով մենք ավելացնենք մեր բույսերի բազմազանությունը, այսինքն տեսականին։ Տեսեք, ես մի քանի անգամ արդեն նշել եմ, որ մեր այս փոքր տարածքում ունենք ավելի քան 200 տեսակի մշակաբույսեր եւ բոլորը օգտագործում ենք
մեր կենտրոնում։ Շնորհակալ եմ, կսպասեմ ձեր հարցերին եւ ձեր արձագանքներին։ Մինչ նոր հանդիպում։